Մեր օրերում արտաքինը մեծ դեր ունի մարդկանց ինքնագնահատականի հարցում։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վերականգնել երիտասարդությունն ու գեղեցկությունը հյուսվածքների նվազագույն վնասվածքով։ Նորագույն տեխնոլոգիաներից մեկը լիպոֆիլինգը, անգամ անվանել են լիպոքանդակագործություն, քանի որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս բառի բուն իմաստով ստեղծել կազմվածքի քանդակային ուրվագծեր։ Իզմիլյան բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբույժ եւ միկրովիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վերականգնողական եւ միկրովիրաբուժության ամբիոնի դասախոս, եվրոպական երկրներում պարբերաբար վերապատրաստումներ անցնող հայտնի մասնագետ Թեմինե Ասատրյանը բժշկի մոտ ներկայացրել է մեթոդի կիրառման, արդյունավետության, ցուցումների, հակացուցումների եւ հնարավոր բարդությունների մասին։ Բայց շնորհակալություն ձեզ հրավիրելու համար։ Իհարկե տարբեր տեսակի հետաքրքրող նյութի բարձրաձայնումը մասնագիտական տեսանկյունից մեր հետևորդների համար խիստ կարևոր է, որովհետև այսօր չնայած մեծ հնարավորություններին, որ մենք կարող ենք ինտերնետի միջոցով այս ինֆորմացիան այս կամ այն մակարդակի չափով տիրապետել, այնուամենայնիվ մասնագիտական բարձր մակարդակով ներկայացվածը շատ ավելի հետաքրքիր է եւ ճիշտ։ Լիպոֆիլինգը ինքը հայտնի է մոտ 19-րդ դարից սկսած, այսինքն երբ որ առաջին անգամ փորձել են սեփական ճարպը այս հատվածից տեղափոխել այլ հատված, ինչ որ մի նպատակի համար, դե ժամանակին ավելի շատ դեֆեկտի շտկման նպատակն էր, ոչ թե կոսմետիկ, բայց քանի որ անհաջողությամբ էին պսակվում այս փորձերը, որովհետև չկար դեռ ինֆորմացիա, ինչպես կարելի է մշակել, որ դեպքում ինչ կունենան եւ այլն, եւ մոտավորապես 1 դար հետո սկսեց ավելի զարգանալ, երբ որ լիպոսակցիան զարգացավ, այսինքն մարդիկ երբ որ ճարպը ուղակի հանում էին եւ սկսեցին այդ ճարպը որոնումներով փորձեր կատարել, ինչպես մշակել, ինչի համար օգտագործել եւ դրանով մենք արդեն 21-րդ դարում հատկապես երբ որ արդեն վերականգնողական բժշկության այդ ցողունային բջիջների ուսումնասիրությունները ավելի զարգացան, հասկացան, որ նաև ճարպային հյուսվածք ունի այդ հնարավորությունը։ Եվ ինքը լայն կիրառում որպես մեթոդ արդեն ստացավ ոչ միայն վերականգնողական բժշկության համար, այլև կոսմետիկ եւ էսթետիկ նպատակների համար։ Բժշկուհի, ինչ առավելություններ ունի տվյալ մեթոդը։ Ուրեմն լիպոֆիլինգը դա սեփական ճարպային հյուսվածքի արտածծումն է, մշակումը եւ արդեն տեղադրումը այլ զոնա, այս կամ այն նպատակների համար։ Մեծ առավելությունը այն է, որ մեր սեփական ճարպային հյուսվածքն է, եթե այն ժամանակներում օգտագործում էին տարբեր տեսակի սինթետիկ նյութեր, որը շատ մեծ բարդություններով էր պսակվում, ապա սեփական ճարպը ճիշտ ձևով վերցնելով, մշակելով եւ օգտագործելով մենք կարող ենք ունենալ գրեթե 100%-անոց ապահով եւ լավ ելքով արդյունք։ Այդ պատճառով ինքը ալերգիկ չի համարվում, պահպանվում է ավելի երկար եւ արդյունքը իհարկե հիանալի։ Բժշկուհի, դուք ձեր խոսքում շատ ճիշտ նկատառում արեցիք, ճիշտ ձևով օգտագործելու դեպքում կունենանք անվտանգ պրոցեդուրա։ Շատ հաճախ մարդիկ համացանցից մի քանի տեսանյութեր դիտելով որոշում են, որ իրենք կարող են դա իրականացնել այդ մեթոդը։ Ուզում եմ խոսենք այն նմանատիպ տնային պայմաններում, նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնելու անդառնալի հետևանքների մասին։ Ցավոք ոչ միայն մեր երկրում է, այլ սա համաշխարհային խնդիր է դարձել, այսպիսի կոսմետիկ միջամտություն, բայց սա վիրահատություն է, սա պահանջում է միայն բժշկական կենտրոն, որտեղ ապահով պայմաններով հնարավոր է տեղային անզգայացման եղանակով իրագործել այս մեթոդը։ Ես ընդհանրապես տան պայմաններից չեմ խոսում, որովհետև իմ համար անընդունելի է ցանկացած վիրաբուժական միջամտություն, այդ թվում ինվազիվ, որտեղ խախտում է մարդու մաշկի ամբողջականությունը, էլ չասած, որ մի տեղից հյուսվածք պետք է վերցնել, մշակել եւ ապա հետ ներարկել։
Ես ինքս խստապահանջ մարդ եմ եւ ցանկացած միջամտություն, որը որոշում եմ կատարել, կատարում եմ բացարձակ մաքսիմալ պրոֆեսիոնալ տիրապետելուց հետո, այսինքն պետք է անցնել մասնագիտական, բարձր որակավորում պահանջող տրեյնինգ, ձեռք բերել այդ հմտությունները եւ բնականաբար փաստաթուղթը, որը փաստում է դրա մասին, ապա նոր գնալ այս մեթոդի եւ ցանկացած մեթոդներին է վերաբերվում բժշկական, որովհետեւ սա բժշկություն է, մենք գործ ունենք մարդու կյանքի հետ։ Եվ երևի թե այս մոտեցումը, եթե ունենան բոլոր բժիշկները, մեր մոտ բարդությունները կլինեն ամենամինիմալը։ Իհարկե ցանկացած բժիշկ բարդություն կարող է ունենալ, որովհետև չէ որ մարդը մուլյաժ չէ, օրգանիզմի պատասխան ռեակցիա եւ այլն։ Դրա համար պետք է այս բոլոր ստանդարտները պահել, որ մենք արդյունքում գրեթե մինիմալացնենք մեր բոլոր հնարավոր բարդությունները։ Անդրադառնալով լիպոֆիլինգին, մենք գիտենք, որ կան մի քանի տեսակներ, կխնդրեի նաև առանձնացնել այդ մասով եւ որոնք են այդ տեսակների առավելությունները։ Նայեք, եթե սկզբնական հատվածում, սկզբնական ժամանակներում, երբ որ նոր էր օգտագործում լիպոֆիլինգը, այն ժամանակ ուղղակի ճարպը արտածեցվում էր եւ այդ ամբողջական ճարպն էր ներարկվում, որը մեծ հյուսվածք, այսպես կոչված, մեծ ճարպային հյուսվածքի կիրառում էր, այնուամենայնիվ դրանից հետո երբ որ գիտությունը գնալով զարգացավ, արդեն սկսվեց կիրառել միկրո լիպոֆիլինգը, նանոլիպոֆիլինգը, այսինքն այս մշակումը այնքան զարգացավ եւ մենք արդեն ճարպային հյուսվածքի, որը ի դեպ վերցվում է այն հատվածներից, որտեղ ունենք ավելցուկ, բայց գիտականորեն ապացուցված է, որ որովայնի առաջային պատը եւ ծնկների միջային հատվածի ճարպային հյուսվածքը ամենաբարձր քանակով ցողունային բջիջների կենսունակություն ունեցող հատվածներն են, այսինքն այս հատվածների որովայնի առաջային պատ, հատկապես պորտից ցածր հատվածը եւ ծնկների միջային մակերեսներ, այս հատվածի ճարպային բջիջները ունեն ամենաշատ ամենաերկարատև ապրելիությունը, այսինքն կենսունակությունը եւ ամենաքիչ մահացությունը։ Այդ պատճառով օգտագործվում է այս հատվածի ճարպային հյուսվածքը եւ առավելություն նաեւ այն է, որ մենք այսինքն մեկ կրակոցով երկու խնդիր ենք լուծում, կինը հեռացնում է ճարպային ավելցուկը տեղային անզգացման պայմաններում, որը չի պահանջում հոսպիտալիզացիա, այսինքն կինը չի մնում կամ ոչ միայն կանայք իհարկե, տղամարդիկ էլ են այս խնդրով դիմում եւ տեղային ցավազրկման պայմաններում արվում եւ մարդը գնում է տուն մի քանի ժամվա ընթացքում եւ արդեն իր արդյունքը այստեղ ոչ միայն մենք ծավալ ենք հաղորդում հյուսվածքի օգտագործմամբ, ճարպային հյուսվածքի, այլ մենք որակ ենք լավացնում եւ եթե համեմատենք 5-10 տարվա կտրվածքով այս պրոցեդուրաներ արված պացիենտներին կտեսնենք, որ ժամանակը ուղղակի կարծես հակառակ է աշխատում, ոչ թե ծերացում է գնում, այլ պրոցեդուրաները անելուց հետո եւ սովորաբար մեկ չէ, երկու պրոցեդուրա է պահանջում, որ մենք ունենանք մաքսիմալ քանակով կայուն կենսունակ ճարպային հյուսվածք, որը արդեն ծավալ կհաղորդի։ Կամ ցողունային բջիջ ներողություն, ցողունային բջիջները, որոնք պարունակվում են ճարպային հյուսվածքում, իրենց առավելությունը այն է, որ տեղափոխելուց հետո իրենք դառնում են այն հատվածի հյուսվածքը, որտեղ որ տեղափոխվել է։ Այսինքն եթե ճարպից մենք վերցնում ենք, տեղափոխում ենք մաշկ, այդ ցողունային բջիջները դիֆերենցվում, դառնում են արդեն ճարպային բջիջներ, մաշկի բջիջներ։ Բժշկուի մեթոդը ինքնին շատ գրավիչ եւ կայթակղիչ է եւ թվում է թե ամեն երկրորդը կարող է օգտվել տվյալ մեթոդից, սակայն մենք գիտենք, որ կան ցուցումներ եւ հակացուցումներ, կխնդրեի այդ մասին խոսել։ Թերևս հակացուցումները շատ մեծ չեն, որովհետեւ այստեղ առողջական խնդիրներն են, որը կարող են խանգարել զուտ վիրաբուժական միջամտությանը, դա կարող է լինել արյան մակարդելության խնդիրներ, օնկոլոգիական խնդիրներ, սուր ինֆեկցիոն վիճակներ, ցանկալի չէ նաև շաքարային դիաբետի ժամանակ կատարել, այսքանը շատ չեն հակացու եւ պետք է ունենանք ավելցուկ հյուսված, որտեղ շատ հաճախ մարդիկ դիմում են, երբ որ չունես հյուսված, այնքան նիհար է,
ասում ես լավ մի քիչ գոնե գիրացեք մինչ պրոցեդուրային անցնելը որոշ հետազոտություններ է ներառում այո ինչպես ցանկացած վիրաբուժական միջամտություն որը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում պահանջում է այն ստանդարտ ցանկը հետազոտությունների որոնք ուղղված են ինչպես սիրտանոթային համակարգի հիվանդությունների հայտնաբերման այնպես էլ արյան մակարդելիության եւ ընդհանուր առողջական վիճակի բացասական արդյունքներ գրեթե անհնար է լինեն, սակայն ինչպես դուք եւս նշեցիք ձեր խոսքում, յուրաքանչյուր օրգանիզմը յուրովի է ընկալում ամեն ինչ եւ ուզում եմ խոսենք բարդությունների մասին, հնարավոր բարդությունների մասին։ Ես չեմ ունեցել բարդություններ անկեղծ եմ ասում, որովհետեւ եթե այս ամեն ինչը պահում ես ունենում ես 99 եւ 9%, բայց միգուցե կինը գնատուն մի բան այնպես չանի կամ այդ ընթացքում հիվանդանան ու պացիենտը մեր էլի շեշտեմ կինը, որովհետև տղամարդիկ են կատարում, ինչ որ պայմաններ չպահպանի, որոնք ցուցված են անելու համար, հնարավոր է թե արյան կուտակում առաջանա հեմատոմա արված հատվածում կամ այն կոմպրեսիոն բիլիոն, որը պետք է կրել ճարպը արտածծելուց հետո, մարդիկան ասում են, գիտեք, հոգնեցի, չեմ կարողանում այլևս հագնել այդ կոմպրեսիոն անձը տարբեր է իր նյարդային համակարգով եւ այս շեղումներից հնարավոր են առաջանալ բարդություններ։ Այսինքն բարդություններից կարող ենք միանշանակ խուսափել, եթե բժշկի ցուցումները ճշգրտորեն իրականացվի, չեն դինում բարդություններ։ Իսկ հիմնականում ինչ խնդիրներով են դիմում, հա, լիպոֆիլինգի։ Մեկը երիտասարդացման համար, մեկը էսթետիկ, իսկ առողջական ինքը ունի վերականգնող նաև նշանակություն, այսինքն ռեկոնստրուկտիվ նպատակ, հեռացված ճարպը կարելի է կիրառել սպիների դեֆորմացնող սպիների, այսինքն որոնք մաշկից ցածր են, մաշկին բարձրացնելու, հավասարեցնելու համար, բնածին արատների, օրինակ միկրոսոմիա դիագնոզ կա, երբ որ երեխան փոքր հասակից դեմքի մի կեսը մյուս կեսից ավելի նիհար է լինում Այս դեպքում էլի կարող ենք ճարպը օգտագործել ասիմետրիան շտկելու համար։ Մնացած դեպքերը դրանք բոլորը տարիքային փոփոխությունների շտկման, մաշկի, որակի լավացմանն են ուղղված։ Իսկ կա տարիքային շեմ, որից այն կողմ այլևս անարդյունավետ է տվյալ մեթոդը։ Եթե ունենք ճարպի ավելցուկ, չունենք խիստ հակացություններ, որոնք թվարկեցի, հետևաբար կարելի է օգտագործել, կիրառել։ Բժշկուհի դուք նշեցիք, որ երկու պրոցեդուրայի դեպքում արդյունքը մնում է կայուն։ Այո, կայուն։ Բայց ընթացքում պետք է դիմել բժշկի որոշակի շտկումների։ Բացարձակ։ Արվում է մեկ անգամ, այո, եւ մեկ անգամ անելուց մոտավորապես 2-3 ամիս հետո, 4 մաքսիմում ամիս հետո կարելի կրկնել, որովհետեւ առաջին անգամ անելուց հետո ներծծման քանակը ավելի շատ է, քան երկրորդ անգամ անելուց հետո ավելի շատ բջիջներ ենք մենք ունենում պահպանվող, այդ իսկ պատճառով երկու պրոցեդուրան բավարար է, որ մենք ունենանք մինչև 10-15 տարի պահպանվող կայուն արդյունք։ Բժշկուհի մենք տեսնում ենք, որ բժշկությունը զարգանում է, արդեն կարող ենք հստակ ասել, որ ժամ առ ժամ եւ վերապատրաստումները առհասարակ բժշկության ոլորտում շատ կարեւոր է, մասնավորապես պլաստիկ վիրաբուժության դեպքում մենք գիտենք, որ դուք Պարբերաբար եվրոպական երկրներում վերապատրաստման դասընթացների եք մասնակցում, նաև Ամերիկա։ Այո, եւ ինչ է տալիս, հա, այն արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարողանում է համահունչ շարժվել մասնավորապես պլաստիկ վիրաբուժության ոլորտում ժամանակակից պլաստիկ վիրաբուժության տենդենսները Հայաստան բերելու առումով։ Միանշանակ մենք չենք թերանում մեր արած ծավալով Ուղղակի այստեղ ավելի անձի խնդիր է, անձը ինքը պետք է տրամադրի եւ ժամանակ, եւ ֆինանս, եւ ռեսուրս, որպեսզի կարողանա այդ անվերջ կատարելագործման բժշկագիտության ճանապարհը պատվով հաղթահարի։ Շնորհակալ եմ բժշկուհի, եթե ունեք ավելացնելու ինչ-որ մի բան, որի մասին չխոսեցինք, բայց կցանկանայիք այդ մասին անդրադառնալ սիրով։ Թերևս բոլոր հարցերը շոշափեցին, եղեք առողջ եւ գեղեցիկ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։